Խելոք, հլա խելոք, հլա խելոք ծավտ տանը, խելոք շարո ջան, դու իմ հավատարիմն ես, խելոք, հլա Նրա հավատարիմ ընկերները անկասկած Շարիկը, Ջուլբարսը ու վերջերս նոր ծնված երկու շնիկներն են, որոնց համար դեռ անուններ չի որոշել, որ համատեղությամբ նաև տիկին Անահիտի անվտանգության աշխատակիցներն են դարձել, ասում է գյուղտեղը 1000 ու մի փորձանք կա, շուն ու շնագայլ, ինքն էլ մենակ ապրող կին է, ում հանգստությունը, հանգիստ քունը ապահովում են իր հավատարիմ չորքոտանի ընկերները, բայց բացի կենդանիներից տիկին Անահիտը էլի շատ լավ հավատարիմ ու սիրելի ընկերներ ունի, այնպես որ իրեն երբեք մենակ չի զգում։ Ազիզ մանկապարտեզը կողքիսա, սիտան կողքիսա, էրնակ տենաս, հրեխեքը գալիս են, տատի ոնց ես, ջեբիս կանֆետ են պահում, են ամեն գնալով է երեխանցը ամեքին մինը տալիս են, երեխեքը բոլորն էլ ինձ սիրում են, բոլորը, տենց երեխա չկա, ու ես շատ երեխասեր եմ, նեն չի որ ասես, ես չեմ սիրում, շատ երեխասեր եմ։ Իմ գրպանում կոնֆետ չկա, կոնֆետն ընդիեմ դրել, հմիտ կակալու տխիլա, բաղջիզն է javակ։ Պարզ ու միամիտ, բարի ու շատ անկեղծ կին է տիկին Անահիտը, կյանքի թե ճակատագրի հեգնանքով երեխաներ այդպես էլ չի ունեցել, բայց չի չարացել, հակառակը տատը ամեն աստծո օր շատ սեր ու բարություն է տարածում, գյուղի ու հատկապես երեխաների սիրելի տատն է, ինքն էլ երեխաներ շատ է սիրում ու բոլորինը իրեն է համարում։ Տիկին Անահիտը շատ ասող խոսող կին է, լոռեցի մարդուն բնորոշ պարզությամբ ու միամտությամբ միանգամից սկսում է պատմել իր կյանքի ու անցյալի ոչ այնքան քաղցր հուշերը քաղցր չեն ու շատ դառնությամբ են լցված, բայց տիկին Անահիտը էլի իրեն բնորոշ լավատեսությամբ ու ժպիտով է պատմում։ Իմ կյանքը հնդկական կինո է։ Ու ես սենց մնացի մենակ։ Ամուսնացա հաջող չէր կյանքս, բաժանվեցի ու հիմա ապրում եմ մենակ։ Ոչ երեխա ունեմ, ոչ այն, ես իմ 8 տարի ենք ապրել, ազիս, 8 տարի ապրել եմ, 2 հատ վիժել եմ, մի հատ օպերացիա 5 ամսեն, քացով տվուց բանելավ, տենց էլի, հետո բաժանվեցի կյանքս խմող էր էլի, տենց ես իմ։ Ախ այդ դաժան մարդը, որ հանդիպեց կյանքը շատ սիրող Անահիտին, ու կարելի է ասել կյանքի լավագույն տարիները խլեց, խլեց ու չթողեց Անահիտը մի լավ օր տեսնի, 24 տարեկանում հոր ու մոր հորդորներով նշանվեց հաղպատեցի դաժան տղայի հետ, ու աչքերը փակ միամիտ հարսնության գնաց, այդ օրվանից մինչև հիմա Անահիտը անիծում է համ իր բախտին, համ իր խելքին, թե բա ես սիրած տղա ունեի, չթողեցին որ ուզեմ, թեպետ այդ տղայի մայրն էլ իր սև գործը արեց, չեկավ սազով, շնորհքով խնամախոսության, մի խոսքով Անահիտի կյանքը իսկապես հնդկական կինո է, որ ցավոք վատ վերջաբան է ունեցել։ Չէ, ես չեմ հավանել, ոչ մեկին, ես հավանած ուրիշ ունեի, բայց չուզեց, որովհետև ինձանի մի տարի պուճուրեր, հետնել իր հերմերը չեկան ինձ ուզելու։ Ինքը իմ սիրում էր, իմ անունը իր աղջիկ անունն ադրե Անահիտ, շատ նենց բանը, հետո իր մաման բան արավ, ափսոսած, որ վերջում էլի, խիչի ուզել ինքը, իր քրոջնա լսել չի ուզել։ Հաղպատ էի ամուսնացել, ու տենց խմող էր ինքը մի քիչ, լեսիմ, խանդոտ էր, բայց մի տաքսի էի նստել, մի տաքս ուխաթել խփեց ինձ, 5 ամսեն երեխեն, հորումս վերջաց։ Մի կերպ յոլ եմ գնացել, պապաս ասավ, իշին նստիլը մի այբավ է գալնել 2 այբավ, ոնց որ ասած, ես էլ ամոթադարդի, որ ընկել եմ սուսուփուսանելով, բանով, ես իմ աշխատել եմ Ալավերդի ֆաբրիկայում, տենց էլի։ Պլպլան սիրուն բոյով բուսաթով իր խոսքով Նեժնի Մարոժնի գեղեցկադեմ աղջիկ էի, որ իրենց թակարդը ընկա։ Դե այն ժամանակներում ամուսնությունը չկտրած ձմերուկի պես մի բան էր։ Նշանեցին Անահիտին, հետո խաբեցին, թե հարսանիք կանեն, սուրնադհոլով, սպիտակ շորով իրենց տուն կտանեն, բայց ինչպես ժողովրդական խոսքը կասեր, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Մի նշան տվեցին, մի քանի օրից հետո էլ խաբեությամբ տարան ու էլ հետ չբերեցին։ 12 հոգով եկան, վերցրին տարան, ասին բան կանեն, նշանեցին։ Նշանելուց հետո եկան ասին մի հատ բան կանենք, տանենք շոր կարենք, բերենք։ Խաբեցին տարան ու տարան։ Հես էլ չհամաձայնվեր, որ բանը ուզեր հարսանիք անի, հետո տենց էլի ես իմ 3 տարի խռով կացա, պապաս, ճարակատրած չկարած դիմանա, եկան բարեշեցին էլի տենց։ Հարսնության դաժան 8 երկար ու ձիգ տարիներ, որ տատը ոչ մեկին անգամ իր թշնամուն չի կամենա, սարեր, հանդ ու չոլ, արև անձրևին, ցրտին, մառախուղին կյանք ու ձեռքեր է մաշեցրել, մի մեծ տան առաջ ծառա դարձել, անխոս արել, դրել, եփել ու թափել ու երբեք չի գնահատվել։
Սկեսուր սկեսրայրն էլ հողը խաբար չտանի ամուսնուց հետ չէին մնում իրենց դաժանությամբ, թեպետ Անահիտը այդ ամեն ինչին անվանում է հետամնացություն, օր ու արև Անահիտին չէին տալիս, ինչեր ասես, որ չեն բերել խեղճ ու կրակ Անահիտի գլխին։ Բանը 40 կիլանոց պղինձը վրին էր ու ուզեցի կեսուրս եկել էր սարիցը, որ շորերը լվանամ։ Մեկ էլ այդ տերը մեռած անդեր, մի հատ ունգը չկար այդ պոչի, դե գեղտեղ էր, բանել չարի։ Ասի դե լավ է, միշտ վերեմ կալե, միշտ ասենք դրա ձեռով արել է, ոչ մի բան չի ելե։ Այդ անդեր ցածուճաղն ընկավ գազին արանքը, այն պտուտակի մեջը, ու սաղ այդ ջուրը վրից վետ առավ, այդ տաք ջուրը։ Տենց էլ տան միջին կեսուր պատրոց թողուց ոչ վերջը, այս մի գնացի կեսուրս։ Չթողեցին բժշկի գնա։ Չէ, չթողեցին բժշկի գնամ, արդեն փուչիկ երել է սաղեց տևերս, վեր էր կալե բաներ, շորի հետ դուս եկավ։ Վերջը, այս մեր մոքիրը եկավ բանը, տուն, բանը կեսուրս քիրը։ Դրանք վերցրին, հետս տարան հիվանդանոց։ Հետո մերոնք իմացան, վառազ եկան հիվանդանոց։ Բայց մինչև այդ ինչքան ժամանակ վառված։ Մի 2-3 ժամ տանը կացա մխկտը ջանից միջին, այս գլուխս հետը սեն սաղ վառվել էր, բավշե բան չկար, այս թևս էլ բան չերել, բատ չերելում էլի, ասեի հլամտի կարա, այս նորա բան է, Ռուսաստան եմ սարքե թևս, սենց էր, ինվալիդ էր, այ չէի կարում, ասեի երանի օր կլի, որ գլուխս վեր ունեմ մազերս սանդրեմ։ Բա ինչի չէին թողնում, որ բժշկի գնա։ Ազիզ վախեին, ասեին կարող ասեն իրանք են արե, տենց էլի։ Դրանից հետո 2 տարի, 3 տարի էլ կացել եմ, այդ վառվելուցս հետո, նոր արդեն ջանից հասել էր, թողել եմ եկել։ Բա այդ ժամանակ ամուսինի տուր էր։ Խոպաներ ուր էր, ընդյան փողը ղրկեր, իրանք իրանց տղի, իրանք աղջիկերանց վրա ծախսեին։ Ես էլ աշխատում էի, ինձ փողը հերիք էր անում։ Վայ, սուս եմ կացե, ոտներն եմ լվացե։ Բայց առաջ տենց էր, պտի պատրոնիդ կեսուրից ոտները լվանայր, տունանայր, չխոսայր, չտկան որ տուն գար, պտի թևերդ փագլեր, ոտներդ փագլեր, հանկարծ դենդով հաղպատ էի ամուսնացած ես, պատկերացու, դաժե հեռախոսի զանգը կեր ասեր, կացեք տենամ էսա դրաննա, բայց կողքին նստած էի կեսուրս, թողեին ոչ որ գոնյա ես հեռախոսով խոսամ, այ առաջներում տենց ա եղել։ Բա ինչու չէին թողնում։ Ազիզ, որովհետև իրանք հետամնացիսան էին, ժողովուրդ էին, սարվորնի էին, տարին 12 ամիս սարը գնեինք էին, որ գնեինք, իմ կեսուրինից հետ գեր հորանցս տուն, հետս գնեինք, այ այդ ձև եմ ապրել ես։ Ես իմ իրանք բանումը տենց էր, ադաթը այդ ձև էր, որ մենակ թողան ոչ էլի, որ գան կարողա հորերս մերս հեղափոխեն, որ էլ չկենամ, էս այն, ես իմ էլի տեն։ Նշանադրության այդ անհաջող օրը ամուսին կոչվածը մի մատնուկ էր դրել մատին։ Հիշում է տանելն ու մեկ մատնուկն էլ ձեռքից հանեցին։ Քոսոտ-մոսոտ մի 2 շոր հագցրին, թե քոնը սա է, քոնը տունն ու տեղը պահելն ու պլպլացնելն է։ Հա ու մեկ էլ սկեսուր սկեսրայրի հետ սար գնալը, խոտ ու հունձ անելը։ Չէ, հա ինձով, ինչ բան է, ով է, ծով տանի չէ մի պոզերանի։ Չէ, բացի սարից է, որ գնացել ենք խոտ եմ հավաքը, նենց կեսորս եմ օգնե, տենց էլի, բայց ոչ մի բան չի արել։ Մեր գնալը մենակ մի անգամ Ռուսաստան ենք գնացել քրոջս մոտ։ Անդի խոզ ենք պահել, կով ենք պահել, լաց ենք պահել, այդ տենց էլի ինքը սարնատարե, ես եմ երոնց հիմա տանից թակում։ Մածոնարն է ուրիշների հիմա բանաներ, տենց էլի։ Արնեի բերեի, ասեի մերոնք են տալի, նրանց պատիվը բրցրացնեի էլի, այ այդ ձև եմ էլի ես, գեշ բանը չեմ սիրում Ազիզ։ Վերջը մի հնար գտավ 34 տարեկանում փախավ Անահիտը այդ դաժան մարդկանց տանից, որովհետև էլ ուրիշ ձև ու միջոց չգիտեր դիմակայելու։ Ամուսինն էլ այդքան դժբախտություններ գլխին բերելուց հետո արտագնա աշխատանքի ուղին էր բռնել, այնտեղ իրեն հարմար մեկին գտել, իրեն էլ հոր ու մոր կողքին պահակ նստացրել։ Պիտի փախչեր, որ կյանքը խնայեր, թեպետ էլ ինչ կյանք այդ 8 տարվա մեջ հասցրել էր արդեն առողջությունից ու հավեսից ընկնել։ Իմ էլած բաները սաղնդի ա դեռ տանը, ինչը ստեղից տարել եմ, ես մի բան չեմ բերել, մենակ հակի շորերն եմ բերել, ասել եմ այն Սումգայիթին ոնց են Ղարաբաղցի գալի, իրանց ոչ մի բան չեն տանում, չէ, նույնն էլ ես եմ եղել, մենակ շորերս եմ վեկալել ու քերուս ու հորս հետ վեկացել տուն եկել, այ այդ ձևի։ Թողում էին, որ գազ։ Չէ, չեն թողացել, իմ պատրոն ասել ես կախտեմ էլի, որ դու հանկարծ տանից գնաս, ու շատ ծանր տարան իմ բաժանումն իրանց հետ։
Իսկ իրանց տղան ծանր տարավ։ Չէ, հա, իր տղեն Ռուսաստանից տուն չեկավ։ Իր հորն ու մորը պահող է ելի ես, ոնց որ ռաբա, հա, ոնց ասեմ։ Թումանյանի անբախտ Մարոյի բախտին արժանացավ, ապրեց, բայց վայ էդ ապրելուն։ Տարիների հեռվից նայելով իր ապրած ու չապրած օրերին, իր համար հետևություններ է արել ու մի բան հասկացել. չպետք է երբեք անսեր ամուսնանալ, չպետք է սրտին ու մտքին դեմ գնալ։ Իր դեպքում այդ ամենը մի տեսակ դաժան դատավճիռ դարձավ։ Տիկին Անահիտը հիմա քննադատորեն է մոտենում այն ժամանակվա անխոս ու անսեր ամուսնություններին, որը մի տեսակ հիմարության է նմանեցնում, ոչ թե հնազանդության։ Այ եթե ժամանակին ինքը այդպես չաներ, գուցե իր կյանքը ուրիշ հուն ստանար, ու գուցե ինքն էլ հիմա շրջապատված լիներ երեխաներով, թոռներով ու ծոռներով։ Ինքն իրեն խոսում, սիրտը թեթևացնում, հետո իրեն բնորոշ լավատեսությամբ էլի հիշում, որ իրավունք չունի ընկճվելու։ Ասում է, ուրեմն իրենը սա է, իրենը անverջ պայքարի ու մաքարումների ճանապարհներ։ Միտք է անում միտք ու ապագայի վրա էլ հույս դնել չի կարողանում։ Պետք է դու ընտրես, դու ուզես։ Հերը մերը ով է, հա, հասկացա, բայց դու կյանքդ պետք է կապես, չէ՞ որ տվյալ մարդի հետ։ Հիմա շատ կան, օրինակ ասենք, մարդիկ կան ասում են ջահել ես, էլ ինչ ջահել մնաց, 68 տարեկան եմ, արդեն միջին եմ, 68-ից միջին եմ, էլ ինձ ինչ ջահել, կամ ինչ ամուսնանաս, գնաս մենակ շորել լվանաս, բանանես, ինչի սա պետք է, սիրտս լավը չի, հիվանդ եմ, դավլենիս ամեն օր բարձր է, ճնշում ունեմ, ապարատին տենում ես ընդի դրան, չեմ կարա տենց բան անեմ, գալիս եմ գնում եմ վաղ չեմ պտտվում, գալի 2 ժամ պարկում տեղար էլի, որ աջալը սրած է, պարկում եմ, ետ նորից վեկենում գործան, ինչ անեմ։ Տիկին Անահիտը, ինչպես արդեն ասեցի, գյուղի ու թաղի աչքի լույսն է։ Բոլորին է սիրում, բոլորն են նրան սիրում։ Ճիշտ է, մենակ է ապրում, բայց իր տան դուռը միշտ բաց է պահում։ Դուռը բաց է պահում, եկվորների պակաս էլ չի ունենում։ Մին նուբգար, այսինքն համեղ պատառն էլ առանց հարևանների չի ուտում։ Չարություն, չկամություն չի անում, նախանձը չի ընդունում։ Ազիզ, որովհետև մարդիկ հմի, անգամ հարազատը տա չարացած, գիտես ինչի համար, նախանձության համար, այս ապրուստների համար, չեն մտածում, որ ոչ մեկը հետը չի տանելու այն դույնին, ճոգում ես, ինչքան կա, մարդը պետք է ագահ չնի, մարդը պետք է հարմարվի, մարդը պետք է էլածով, ասենք այսօր կա, ասենք փառքը շատ Տեր Աստված, սրանով էլ եմ գոյատևում, այ մարդիկ պետք է տենց անեն, ոչ թե ասեն, էսա կամ ենա դասեն, ում համար են դասում, հետներուն չեն տանելու։ Հա, ու տիկին Անահիտը իր կյանքը չի պատկերացնում ոչ առանց հեռուստացույցի, ոչ էլ իր սերիալների, հատկապես հնդկական կինոների մեծ սիրահար է։ Նրա սերը հնդկական կինոների հանդեպ դեռ այն ժամանակներից է գալիս, երբ 20 կոպեկով էին իրար հերթ չտալով կրնկակող ակումբ հասնում, որ հնդկական կինոները բաց չթողնեն։ Այդ սերը հնդկական կինոների նկատմամբ գնալով էլ ավելի է մեծացել ու թանձրացել, որովհետև շատ դեպքերում այդ սերիալներում իր կյանքն է ամփոփված։ Վրեժ օրենքն եմ սիրել հնդկական, հետո փղերը մեր բարեկամնին են, էդ էլ եմ շատ սիրել, որ նորմալ կինո է, բրազիլական կինո են, բան է, Չակուրայի կինոն են սիրել, որ ինքը վերջում պայքարել է։ Ես մենակ Բոբի կինոին էի նման, այն աղջկանը, որ Պոչով սենց ցույց տվել ի նկարը։ Բայց այդ հեռուստացույցներում տիկին Անահիտը էլի շատ բաներ է տեսել ու լսել, որ ինչքան ուզում է ինքը ժամանակակից հայացքներ ունենա, մեկ է մի տեսակ իր համար խորտ ու անհասկանալի են։ Ծաղորը այդ բժշկությամբ ասում են, եկեք, լիսկավոր եք, խոսքի օրինական բան, ինձ դա դուր չի գալի։ Ինչ անեն։ Բան էլի, որ գնան սրսկվեն կամ մի բան անեն, որ դեմքներում կլորանա կամ ձգեն, բնականը ինչ կա, այն ավելի հարմարը ու լավն է։ Ես կյանքում ոչ մի բան դիմակս չեմ փոխել, ոչ է քսել եմ, ոչ կռել եմ, ոչ բան, մենակ պամադա եմ քսել, մեկ է դուխի եմ քսել կամ դեզադոր, էդ էլ է։ Ազիզ, այդ լցրած բրոշնին մի քանի տարի հետո թուլանման գնում է, նա հեչ պիտանի չինում։ Այդ ինչ որ սրսկում է, որ լավն էլի, էսելի, ենելի, դա պիտանի բան չի, Ազիզ ջան։ Դիմագիծը փոխում է, հետո պետք է այդքան փող ունենաս, որ անընդհատ դու քեզանով հետա, դա բան է, ոնց ասեմ քեզ, ռակվի բալեսնի է դառնում։ Կյանքում ջահելին չեն հասկանում, մի մոմենտ սիրուն են երևում, բայց հետո այս երիտասարդության մոտ մեծամասամբ սա ռակի բալեսնի են ելում, կամ շաքարնալում, վախիցնալում, ինչ որ անհանգստանում են կամ են։ Հարց կեսուր հարաբերություններն էլ ձեռքի հետ չենք շրջանցում։ Իր խոսքով հիմիկվա հարցները վայ, ատոմային ռումբի պես են, եթե հանկարծ կպնես, մի անգամից կտրաքեն։ Համի,
ատոմային բան ա դարի, ոնց ասեմ, ոնց որ տրակոցիկներն են, էլի բանանում, ժողովուրդն էլ ա փոխվել։ Ատոմային ռումբի պես, նենց բան կասեն, նենց բան կանեն, որ չես պատկերացնի, չես հավատա, որ քեզ վիրավորում են։ Այ ամոթխածություն չունեն, իսկ հմիկվա ժողովուրդը էդ են, իսկ առաջ ամոթ կա, հմիել, որ հներումը հարգանք կա, պատիվ կա, շնորհ կա։ Ամեն դեպքում հատատը ասում խոսում է իրեն բնորոշ միամտությամբ, բայց վերջում հավելում է, ով ինչպես ուզում է թող կյանքը ապրի, գուցե ճիշտը հենց դա է ու գուցե իրենք են ժամանակին կյանքից ու բանից անտեղյակ ապրել, իսկ ինքը կյանքը տեսած, բայց կյանքից չհուսահատված կին է, խորը ցավերով անցած, բայց ժպիտը չկորցրած, մենակ մնացած, բայց երբեք մենակ չզգացող։ Նրա տամբակը միշտ լի է շների ուրախ վազվզոցով ու գյուղի երեխաների ժպիտներով։ Այնուամենայնիվ տիկին Անահիտը մնում է գյուղի լույսը, իր պարզությամբ, բարի խոսքով ու անսպառ սրտի ջերմությամբ։ Եվ գուցե հենց դա է նրա իսկական հաղթանակը։ Չնայած դաժան տարիներին, չնայած կորուստներին ու ցավերին, նա շարունակել է սեր տալ ու սեր ստանալ։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։